հատկապես կարևոր են սոցիալ-տնտեսական իրավունքների տեսանկյունից հատուկ շեշտադրեմ աշխատանքային իրավունքների ոլորտում արկա բազմաթիվ խնդիրները, այս ոլորտը կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ բարեփոխման ենթակա ոլորտներից է, որովհետև սկսած աշխատանքի անվտանգ եւ առողջության միջավայրի պայմաններից մինչև աշխատանքային իրավունքներին առնչվող այլ հարցեր, օրինակ արտաժամյա աշխատանք, դրա հետ կապված սահմանափակումների պահպանում կամ գործադուլի իրավունք, որը ըստ էության կարծես Հայաստանում այնպիսի կարգավորումների է ենթարկված, որ ուղղակի անհնար է իրավաչափ եղանակով պատշաճ գործադուլ կազմակերպել եւ իրականացնել, սա կարծում եմ պետք է դարձյալ լինի ուշադրության կենտրոնում, սա եւս մեր այս տարվա գործունեության կարևոր ուղղություններից է, նախկինում էլ է եղել, բայց այս տարի հատկապես սրան ուշադրություն ենք դարձնում այս ոլորտին։ Շատ կարևոր է երեխաների իրավունքների մասով հատկապես այս ոլորտին առնչվող զգայունության առկայության հարցը, որը ցավոք նույնիսկ բազմաթիվ դեպքերում հենց մասնագիտական համայնքների կողմից է խախտվում եւ ոլորտին միանշանակ պետք է շատ կարևոր ուշադրություն դարձնել։ Մեր նախորդ տարվա հենց կրթության նախարարության դեմ ստացված բողոքների շատ մեծ թիվ վերաբերել է մի խնդրի, որի հետ կապված ես նաեւ խախտման որոշում եմ կայացրել, իհարկե անհատական դեպքով, բայց համակարգային վիճակը նկատի ունենալով, մասնավորապես օրենքով սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ներգրավող երեխաների հետ կապված, որովհետև իրենք հիմա ներգրավում են հանրակրթության մեջ, եթե այսպես շատ պատկերավոր բառերով ասեմ, ոչ թե օրենքի ձևակերպումներով, որպեսզի քաղաքացիներին էլ հասկանալի լինի, ըստ իրենց տարիքի, օրինակ գնաց դպրոց 7 տարեկանում, միանգամից իրեն երկրորդ դասարան են տանում եւ ոչ միայն մեզ ուղղվող բողոքներն են բազմաթիվ եղել եւ խնդիրները համակարգային, նաեւ մեր մշտադիտարկման այցերն են ցույց տվել, որ այս առումով ահռելի ծավալի խնդիրներ կան։ Իհարկե հիմա կարծես թե հանրային քննարկման մի նախագիծ էր դրված, շատ կարևորում եմ նաեւ պետական մարմինների հետ համագործակցությունը, բայց ես կարծում եմ, որ այս փուլում դեռևս այս խնդիրը լուծված չէ եւ միանշանակ այն պահանջում է շատ լուրջ ոչ թե ուղղակի ուսումնասիրություն, որովհետեւ ուսումնասիրություն արդեն արված է, այլ ռեալ լուծումներ, որովհետեւ այդքան մեծ քանակությամբ քաղաքացիների բողոքները, մեր մշտադիտարկման արդյունքները իրապես ինչ-որ մի բանի մասին խոսում են եւ խոսում են համակարգային խնդիրների առկայության մասին։